Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Հիմա դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանքի տանելու հարցը։ Մենք 3 ականատեսի եղանք եւ ինչպես եւ հետադոներն էր ասում, Գինեսի ռեկորդներում գրանցվող, այսպես ասենք, խուզարկություն կարող է լինել։ 13 ժամ խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը եւ ամենասարսափելի կադրերից էր նաեւ ինչպես կենդանիներին, հարուստերին քնեցրած ուղղակի տանում էին։ Կենթանաբանական այգի են տեղափոխում, դա էլ պարզ է եւ հայտնի է, թե կենթանիների ոնց ինչ ստրես է այդ տեղափոխությունը, հա իմիջիայլոց որպես հիշեցման կարգով հիմա միտեմ, որ մի հատ զիտ ուղղակի պատուհանի խփի իրեն ընկդիսատկի, ամբողջ քաղաքի սուտ կենթանասերները ոտքի կկանգնեն, թե հասեք փրկեք զիտը ինքնասպան եղավ։ Բայց հիմա մենք ունենք այս պատկերը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, դուք երևս 3 կարծեմ կոնյակի գործարանի մոտ էիք, չէ, որտեղ մենք տեսնում էինք, ուղղակի կապարակնքել են գործարանները եւ արդեն իսկ հայտնի է, որ մոտավորապես կես միլիոն մարդ գործազուրկ է լինելու այս խայտարակ վիճակի պատճառով, որովհետեւ փակվում է ամբողջությամբ մուզիկ կոնցերտին պատկանող գործընկերությունները փակված են այս պահին, համեցեք։ Շնորհակալություն, դուք նշեցիք, որ դատարանն է քննում, ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն է քննում, որովհետև Հայաստանում արդարադատությունը, իրավունքը, առողջապահությունը, թոշակը, ամեն ինչ որոշում է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, որի համար Հայաստանի արդարադատությունը դարձել է պոլի շոր, ով դարձրել է Հայաստանի արդարադատությունը պոլի շոր։ Հիմա այնինչ 3 կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, սա նոր դեպք չէ։ Գագիկ Ծառուկյանը վերջին, ես որքան հիշում եմ, 10 տարիների ընթացքում ենթարկվում է քաղաքական հալածանքների, միտեղ շատ, միտեղ քիչ։ Առաջին անգամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման ոտնձգություն կատարեց Սերժ Սարգսյանը։ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից եւ 20 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պիտի հռչակի, թե Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով եւ Գագիկ Ծառուկյանը պետք է դատվի։ Ես հիշում եմ այսօրվա պես, երբ որ այդ հարցը տվեցի իր Արարատ Միրզոյանին, ասելով, որ եթե դուք պնդում եք եւ եթե դատարանը հաստատի, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանը եկել է ընտրակաշառքով, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ընտրված վարչապետ է եւ պատրաստ է հրաժարական տալու։ Ինչ տեղի ունեցավ 20 թվականի հունիսի 14-ին կարվեց մի գործ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառքով է եկել եւ պետք է հակակոռուպցիոն դատարանը քննի այդ գործը, հակակոռուպցիոն դատարանը այդ գործը քննեց 20 թվական, 21, 22, 23, 24, 25, 26 թվականներին եւ եկավ այն եզրակացության ամիսներ առաջ մարտի 11-ին եկավ այն եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանը անմեղ է, բայց ինչ տեղի ունեցավ 5.5 տարի մի քիչ ավել Գագիկ Ծառուկյանը ամեն շաբաթ գնաց հակակոռուպցիոն դատարան, վարձեց պաշտպաններ, փաստաբաներ, ծախսեր արեց, որոշ իր հաշիվներ կալանքի տակ դրվեցին եւ հետո դատարանը որոշեց, որ Գագիկ Ծառուկյանը իհարկե լավ փաստաբաներ ուներ, ընդհուպ իրենք պատրաստվել էին, որ դիմեին մարդու իրավունքի եվրոպական դատարան, պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը անմեղ է, Նիկոլ Փաշինյանը ուղղակի 5.5 տարի այսպես Գագիկ Ծառուկյանին տարաբերեց, մտածելով, որ դրանից դասեր կքաղի եւ այլևս քաղաքականության մեջ չի մտնի։ Հիմա Գագիկ Ծառուկյանը նորից որոշեց մտնել քաղաքականության մեջ, որովհետև ժամանակին ունեցել է լավագույն խմբակցությունը խորհրդարանում, գոնե օրենսդիրների առումով եմ ասում, որոշեց մտնել քաղաքականություն։ Գագիկ Ծառուկյանը այս անգամ պատժվում է նորից քաղաքականության մեջ մտնելու համար։ Մենք կհիշենք Նիկոլ Փաշինյանը ՀՄԿ-ի եթերում այդ դեպատի ժամանակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը չկար, ներկա չէր, ֆիզիկապես ներկա չէր։ Ինքը անունի շուրջ կռիվ էր տալիս ՀՄԿ-ի եթերում։ Կհիշեք, Էդմոն Մարուկյանը ասաց, ես պատասխանեմ Ծառուկյանի փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում հանդուրժել, որ Գագիկ Ծառուկյանը մտել էր
քարոզարշավի մեջ եւ բավականին լավ քարոզարշավ իրականացրեց, մենք տեսանք եւ ուներ շատ մեծ համախոհների բանակ, անգամ Նիկոլ Փաշինյանին Գեղարքունիքում, որ ուներ այդքան պատգամավոր, կիսագողական եւ այլն, այդպես չընդունեցին, ինչպես Գագիկ Ծառուկյանին։ Ինչ էր ասում էր կենթանիներից սկսած կռիվ էր տալիս Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիմա ես կարծում եմ, այո, Նիկոլ Փաշինյանը մեծ ծախս է կատարել քարոզարշավի ժամանակ, շատ մեծ ծախս, մենակ են իր դրոներով որ գրում էին, միլիոններ, հարյուրավոր միլիոններ էր կազմում։ Մեզ թվում է, թե դա ծախս չի, բայց դա շատ մեծ ծախս էր, հիմա Նիկոլ Փաշինյանին շատ մեծ փող է պետք, շատ մեծ։ Եվ այդ փողը ինքը ուզում է ստանա, Հայաստանում լուրջ ներդրում արած, հազարավոր, եթե ոչ 15-10-20 հազար աշխատատեղ բացած, խոշոր գործարարի նկատմամբ այսօր հաշվեհարդար է տեսնում, նրանից գուցե կխլի 1-2 սեփականություն, մեծ գումար կպահանջի ժամանակին էլի ես որքան գիտեմ շատ խոշոր գրավի դիմաց շատ խոշոր գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանից հիմա այդ գումարը ուր է հարցը սուղում եմ Նիկոլ Փաշինյան որտեղ է այդ գումարը որ ընտրագրավի դիմաց մուծել էր Գագիկ Ծառուկյանը հիմա նույն մեթոդաբանությունն է կիրառում որովհետև Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս բոլոր ոլորտներում իրեն փող է պետք վիզը ծուռ վազում է այս երկիր վազում է այն երկիր այդ փողը այս պահին մտածում է վերցնել Գագիկ Ծառուկյանից հետո կանցնի մյուս ընդդիմադիր գործիչներից մյուս գործարարներից բոլորից Նիկոլ Փաշինյանը խլելու է որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դատարկ տաշտակի առաջ է հայտնվել այսօր տնտեսությունը փլուզվում է փող չկա Ուսուլա ֆոն դեր Լայներ ինչ էր եկավ այստեղ ասեց 18 միլիոն ձեզ կտանք մեկնեց Բաքու ասեց 200 միլիոն ձեզ դրամաշնոր ենք տալու Ինչ ինքը չգիտի ինքը ուր է բերելի երկիրը եւ իր ուժը այսօր ցավոք պատում է Գագիկ Ծառուկյանի վրա դուք նշեցիք թե Գագիկ Ծառուկյանի կենթանիներին ինձ համար անհասկանալի էր ասենք ենթադրենք հա ենթադրենք ինչ որ հանգամանքներում Գագիկ Ծառուկյանին ուզում է կենթանիներին ինչի եք տանում ինչի Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա թաքուն է ողել որ ունի կենթանաբանական այգիր տան տարածքում կամ չգիտես դուք քանի կամերայի մոտ եք ես հիմա ուզում եմ մի նկար ցույց տամ Բացեք ճիշտ ասած օրինակ առավոտյան Էդգար Երևակյանի խոսքն է տեղադրում եւ մի օրինակ բերեց ասում է ժամանակի երբ պատերազմների ժամանակ հրամանատարի ընկնում էր կամ ինչ-որ արքունիքներ էին նվաճում, իշխանավորներին, այսպես ասենք, սպանում էին կամ վերացնում, արդյունքում նաև վերցնում էին նրան պատկանող ամեն ինչ, այդ թվում նաև այն ավարը, որը ինքը ուներ, դրանով նաև ցույց տալով, որ ունեզրկել են կամ այսպես ասենք, նրա ուժը խլել են նրանից։ Հիմա բոլորիս է հայտնի, որ նաև պարոն Ծառուկյանի ուժը եղել են հենց այդ առույցները, հենց այն կենթանիները, որը ինքը ունի, միջայլոց մի սպիտակ առույց էլ անցած տարի, թե նախանցած տարի ինքը անգամ նվիրել էր մեր կենթանաբանական այգուն եւ այդ ժամանակ բոլորը Ավինյանի գլխավորությամբ շնորհակալ էին սա նաեւ դրա ցուցիչն է էլի այսպես են փորձում իրենք ցավեցնել պարոն Ծառուկյանին Հասկանալի է որ ուզում են ցավեցնել ես կխնդրեմ եթե հնարավոր է այդտեղ մոտեցնեք հետո այս նկարին հասկանալի է որ ուզում է ցավեցնել ինքը Գագիկ Ծառուկյանին բայց լավ հարց է առաջանում ով է ձեզ թույլ տվել դա այդ մարդու սեփականությունն է ով է ձեզ թույլ տվել մտնեք իր սեփական տարած ասենք կենթանիների այդ Ով է ձեզ թույլ տվել մտնեք այդ մարդու տան ունեցվածքը, այնպես էլ դասավորում է, այդ մորթիներից պատրաստված վերնիսաժում լիքը կա, գնացեք մտեք տարեք, որտեղ բոլորի տներում էլ կան, իմ տանն էլ միակաղաղ կա այդպիսի, բոլորի տներում էլ կա, մտեք տարեք, ով է ձեզ թույլ տվել այդ մարդու, չէ, գիտեք ինչ էր ուզում ասեր Նիկոլ Փաշինյանը, ուզում էր ասեր, այդ քո առյուծները ինչի չեն սատկել, Այ այս իրանց պահած ուխտի նման, սա կենթանաբանական այգու ուխտերից մեկն է, եթե լավ մոտեցնեք, վրան վերքեր, թափված մորթի, հյուծված, այ այս ուխտի նման,
ուզում է ասի, ինչի չեք սատկել այդ առյուծներին, քանի որ իր մոտ հիմա միայն այդ մի գաղափարն է, ինչու չեք զոհվել, ինչու չեք սատկել։ Մենք բոլորս գիտենք, մի անգամ նույնիսկ հրապարակում եղավ, թե Գագիկ Ծառուկյանը օրական քանի կիլոգրամ թարմիս է տալիս իր կենդանիներին, հիմա սրանք ուզում են ուխտացնեն այդ առյուծներին։ Ասեն տանենք սատկացնենք, իրենց մոտ նորմալ բան պետք չի։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչքան ուխտանման կենդանի գիտի իր թիմում նաև, դրանց դարձնում է այս ուխտերի նման։ Այդ ուխտը իրանց չափանիշն է, այս ուխտի նման է դարձնում։ Նիկոլ Փաշինյանը մեզ երեկվա այդ գործողություններով տեղափոխեց հին Հռոմի հրապարակ, որտեղ հին հռոմյան ժամանակներում Սոկրատեսին մահապատժի էին ենթարկում այդ նույն նախիրի ցանկությամբ։ Ինչ էր ասում, չէ, Փաշինյանը ասում էր, մարդիկ ինձ ասում են, ինչու չես նստացրել, ինչու այդ մարդիկ, այն մի քանի անատամ, այն մազերը էսենց գզգզված այդ տեսակներ, որ ծափ էին տալիս իրա կողքը 6-7 հոգի, ամենտեղ դրանց ման էր տաս, որտեղ մենք տենց փարկասու այս ազգը այդ տեսակ նախիր չունի, այդ 6-7 հոգին ամենտեղ ման էր տալիս եւ ասում էր, ինձ ասում են ինչի չես դատապա։ Մեզ տեղափոխեց Նիկոլ Փաշինյանը հին Աթենքի հրապարակ։ Իր այս գործողություններով մենք տեղափոխվեցինք այդ ժամանակաշրջանը։ Հիմա այստեղ ամբողջ խնդիրը ես որոշակի առումով ժամանակի առումով փորձել եմ Գագիկ Ծառուկյան անմիջապես մեկ անգամ ասուլիսին եմ ներկա եղել իր, ես չեմ այդպես ճանաչել, բայց ես շատ լավ գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանը այն մարդն էր, որ պատերազմի օրերին ամսի 26-ին նստացրեց ինքը Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը սկսեց այն ամենագնաց մեքենաները ուղարկել, ինքը իր հնարավորության շրջանակներում այդ օրերին Արցախ էր ուղարկում մեծ օգնություն։ Ես իմ աչքով տեսել եմ տեղահանված արցախցիներին ամիսներ շարունակ, եթե չեմ սխալ մինչ այսօր տեղահանված արցախցիները Գագիկ Ծառուկյանից օգնություն են ստանում։ Այդ փողոցների վրա ամենուր այդ արկղերներ, որտեղ մուլտիգրուպի կողմից արցախցիները օգնություն են ստանում։ Ես որքան գիտեմ, մինչև հիմա նույնիսկ իր ինքը մոտ 100 ընտանիքի, արցախցի մոտ 100 ընտանիքի հոգս է հոգում։ Եվ Նիկոլ Փաշինյանը դրանից էլ է վատ զգում։ Ինքը կանգնում Արցախցուն ասում է, չես կռվել, չկռվեցիր, մնայիր, կռվեիր, մեռնեիր, ինչի չես մեռել, բայց կա հայ, ով ձեռք է մեկնում տեղահանված Արցախցուն։ Այստեղ երբ որ ինքը նժարին է դնում իրեն եւ Գագիկ Ծառուկյանին, այդ նժարը իրեն շպրտում է, չգիտեմ որ գրողի ծոցը։ Այս սա է խնդիրը եւ ամենակարևորը նորից եմ ասում, որ Փաշինյանը այս պահին փողի խնդիր ունի։ Բոլոր փողատերերը պիտի հերթով կանգնեն, որ տեսնեն, թե Նիկոլ Փաշինյանը իրենցից ինչ է խլելու։ Եվ այս ամենի ֆոնին մենք ուզում ենք, որ Հայաստանում ներդրում իրականացվի։ Լուրջ եք ասում։ Տեսել եք որևէ երկիր, որտեղ ուղակի ինքը մի 4-5 անատամ այսպես բզբզվածի մոտ կանգնի ասի ձերբակալելու եմ, էս եմ անելու, գա ձերբակալի եւ այդ երկիր գան մարդիկ ներդրում անեն։ Չկա աշխարհում նման բան չկա։ Ես կարծում եմ, որ այնինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչու՞ չէ համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյան նկատմամբ, քանի քրեական շինծ ու տասնյակներով շինծ ու քրեական գործեր է հարուցել, կամ որ մեկի նկատմամբ Հայաստանը քաղաքական հետապնդվողների ու քաղբանտարկյալների թվով այսօր ռեկորդակիր երկիր է դարձրել փաշինյանական իշխանությունը։ Տեղ բացեք, շուտով ձեր հերթը գալու է, տեղ բացեք, դուք հլը տենց մեծացրեք գաղութները մանարեք, ձեր հերթը գալու է, այնպես չի, չէ, յուրաքանչյուր բռնապետություն վաղ թե ուշ ունենալու է իր վախճանը։ Ինչ է նշանակում ավտոմատներով, ուժի բանով մտել եք Արարատ ցեմենտ ուժի կիրառումով, ով եք դուք։ Ազգային անվտանգության ծառայությունը փոխարենը ազգային անվտանգության հարցերով զբաղվի, ինչին որ ինքը ի սկզբանե պիտի ծառայի, գնացել մտել է ուրիշի գործարան ավտոմատով, երեք իմ ընկերներից մեկը շատ պարզ հաշվարկ արեց,
որ երեկվա գործողություններին մասնակցել է 2000 ԱԱԾ-ական զինված ու ավտոմատներով 70 հասցեներում խուզարկություն, այդ մենք միջին հաշվարկ ենք արել 2000 ԱԱԾ-ական, ինչքան ռեսուրս ու ինչքան ծախս չէ, վախի մթնոլորտ էլ չասեմ, 7-ին ուր եք ներխուժում դուք մարդու տուն, 7-ին ԱԱԾ-ն որ օրն է աշխատել, որ 7-ին ԱԱԾ-ն գնում է Ծառուկյանի տուն, մի հատ ինձ կարող եք այդ հարցը տալ, օրերով անհետ կորածների ծնողները հերթ են կանգնում, դուք չեք ընդունում, օրերով Արտաշիրիմում պահանջողների ծնողներ, Թուրքիա վազում գնում, Ադրբեջան գնում գալսեք, ջրի ճանապարհ եք սարքել, 7-ին դուք որ օրն եք 7-ին անցել, ես վաղ առավոտ 7-ին գնալու եմ ԱԱԾ ու ասեմ ինձ ընդունեք, ես հարցեր ունեմ ու նամակներ ունեմ, ձեզ մոտ ինձ ընդունեք, տեսնեմ 7-ին այնտեղ ով է ինձ ընդունելու, այս խայտարակության վերջը գալու է և գալու է ոչ թե որ այս հասարակությունը ցավոք պատրաստ չէ իրեն գործ տվողին, իրեն աշխատանք տվողին, իրեն դեռ այդ գիտակցումը չկա, որ կարողանան կանգնել, այդ թասիբը չկա, բայց այս հասարակությունը կանգնելու է, երբ որ կպնեն իր գրպանին, իսկ գրպանին կպել են ու կպնելու են, դրա համար երեք վիզծուր վազել էր Միշուստինի մոտ, ես երեք ռուսաստանյան գործընկերներ ունեմ և ընդհանրապես խոսում է ռուսական կողմի հետ, թե ինչպիսի ընդունելություն է ունեցել, ասացին, որ շատ վատ, մենք էլ տեսանք, որևէ մեկ շնորհավորանք, դու գնացել ես, դու անգամ այնտեղի 3-4-ական անձանց կողմից շնորհավորանք չես ստացել, քեզ Եկատերինբուրգի քաղաքապետը ընդունեց, դա էլ էր գուցե շատ երևի մտածում էին, դու գնացիր, այսպես ասում ես, դու երկրի ներսում, երկրի վարչապետ կոչվածը, ասում է, որ եթե մեր ապրանքը չեն տանում ուրեմն ԵԱՏՄ-ն լուծարված կառույց է, մի շաբաթ հետո վիզծուր նստել, այսպես ասում ես, մենք պետք է վերանայենք, մեր ապրանքը պիտի գա ԵԱՏՄ, բայն ֆոն դեր Լայեն էր, ինչ, բա ասեիր դրան, ասեիր մեր ապրանքը բա պիտի գա Եվրոպա, ինչու չես ասում, ինչու դու գիտես, որ չէ, Ռուսաստանի շուկայից դուրս Հայաստանի տնտեսությանը դու պատերազմ ես հայտարարում, ինչն արել ես։ Եվ ես այսօր զարմանում եմ բոլոր այն ջերմոցատերերի վրա, ովքեր դեռ այսպես լուռ լաց են լինում իրենց ապրանքի վրա, բայց լուռ նստած են ու սպասում են, որ Փաշինյան 2 կոպեկ սուբսիդիա պիտի շպրտի իրանց, որ հանկարծ խոսեն այդ սուբսիդիան չի լինելու, ես իրապես զարմացած եմ այդ մարդկանց մտածողության վրա, մի փակեք այդ վարկերը, ուղղակի մի փակեք, որովհետև դա ձեր մեղքով չի եղել, տարիների, տասնամյակների շուկան, Նիկոլ Փաշինյանը այսօր մի սենց հոդս ցնդեց իր մի գործողությամբ, հիմա դուք այսօր սուս նստել եք, որ ձեզ սուբսիդիա տա, չի տալու ձեզ սուբսիդիա, իր հույսը Եվրոպաներ է 18 միլիոնը, այդ 18 միլիոնը ԿՊ-ն մի ժամուն կշնչի կգնա, դա ինչ փող է, հաշվում են 270 միլիոնի վնաս է կրել մեր տնտեսությունը, ամենա այդ բան հաշվարկն է վերլուծական կենտրոնի, այդ վնասը ինչով եք փակելու, ով է փակելու, ասում են Եվրոպա ծիրան է գնացել, երեք Գերմանիայում ապրող մեր ընկերներից մեկը գրել է, որ ծիրանի գինը, ասենք, այս երկրի, եվրոպական այս մի երկրի ծիրանը արժե 1.5-ից 3 եվրո, հայկական ծիրանը, որ հասնում է Եվրոպա, դառնում է 9-ից 11 եվրո, ով է գնելու այդ ծիրանը, և ասում են ընդհանրապես համային առումով, այնպես էլ չի, որ Եվրոպան հայկական ծիրան, եվրոպացին ծիրան է գնում, այնպես էլ չի, որ համային առումով շատ են տարբերվում, ով է գնելու այդ 3 եվրոյանոց ծիրանը կթողնեն, կգնան 11 միլիոն եվրոյանոց ծիրանը կգնեն, իհարկե ոչ, դա չի լինելու, և եթե կհիշեք, սիրելի ժողովուրդ, ես ձեզ նախընտրական էտապում շատ էի ասում էի, որ այս իշխանությունը ազգակործան, երկիր կործան, մարդակործան
իշխանություն է։ Ձեզ ասում էի, մոտ 2 ամիս ես այս տաղավարից փորձել եմ ձեզ հետ լինել հնարավորինս անկեղծ, բացատրել, որpիսի մենք այս աղետը չբերենք մեր գլխին։ Հիմա 15,000, 10,000-ից ավել գործազուրկ մարդ ինչ է անելու։ Ինչով է իր ընտանիքը պահելու, հարկադիր պարապուրդի են ուղարկել, բոլոր գործարանները, հյուրանոցները, մարդիկ հարսանիք ունեին այդ հյուրանոցում նախատեսված, փակեցին գնաց։ Ինչ են անելու, էլ այդ մարդիկ ինչ են անելու։ Նիկոլ, այդ մարդկանց մի հատ հələ գնա, բա ասա ինչ եք անելու, փակել ես։ Հա, փակել ես, հələ գնասա ինչ, կամ սա ինչ ընդհանրապես։ Ես ուզում եմ հիմա որևէ եվրոպական կամ Հայաստանում այդ գրանտներով սնվող մեծացող կառույցներից մեկի բռը լսել։ Մի հատ ասեք էլի, ասենք ինչով էր մեղավոր այն առյուծը, կամ դա ինչ վանդալիզմ էր կենդանիների նկատմամբ, դա ինչ բան էր մոտեցում էր այդ կենդանիների նկատմամբ, անգամ Facebook-ը, որ Facebook-ը հարթակ ջնջել էր այդ վիդեոները, որովհետև ասում էր բռնություն է կենդանիների նկատմամբ, ձեզ ով է թույլ տվել, դուք ձեր կյանքում սենց նայում եմ, չէ, դուք ոչինչ չեք ավելացրել, տվել եք, դուք ձեր կյանքում ոչ փող եք աշխատել, ձեր նախաձեռնությամբ բացեք մի բան ու դրանից փող աշխատեք, ոչ գործարան եք բացել, ոչ չգիտեմ ինչ եք բացել, հա ուրիշի փողը տանելը ամենահեշտ բանն է, ռեկետ, երկրի կառավարությունը վերածվել է ռեկետների խմբավորման, դուք դա եք անում հիմա, այն ինչ արվում է, դա է արվում, Սամվել Ալեքսանյան, այդ որ պուպուշ լռում ես, հերթը քեզ էլ է հասնում, հիմա ինչքան էլ մուծվես այդ հիմնադրամին, մյուսին, բանին, հələ ուր ես են ձկնկուլ անվամբ են, որ ձեզ, հələ դրա գործը կվերաբացեն, սպանության մեջ, որ ձեզ մեղադրում էին, այնքան բաներ ա բացվելու, հիմա դուք հանգիստ լռեք, հետևեք, տեսեք ինչա անելու, Նիկոլ Փաշինյանի ձեռքից ոչ մի փողատեր չի պլստալու, որովհետև Փաշինյանը փող սիրելա, սիրումա, սիրելույա, ոչ մի, ուզում ես մի ամիսը մի 10 միլիոն դոլար մուծվի Անա Հակոբյանի հիմնադրամին, իրանց բոլորի ծախսերը, հիշում եմ, որ դրանց այդ ազգային ժողով փոխնախագահներից մեկը, որ չգիտեր փետրվարը 30 օր ունի, թե 31 օր ունի, գնում էր ուրիշ ընկերություններից, սեփական ընկերություններից բանց, ասում էր ինձ կարակ իմ Սամալյոտի Տոմսի փողը առնեք, ես գնում եմ ստեղ գործուղմա, իրանք իրանց ստացածով երբեք չեն, իրանց ամենաշարքային աշխատողը Հակոբ Արշակյանը, օրինակ ես հիշում եմ գնացել էր այսօկից իր ինքնաթիռի Տոմսի փողներ ուզել, մի անգամ առիթ կար, այդպես ինձ պատմեցին, ասում են մեր մոտից ինքնաթիռի Տոմսի փողը, դուք ետ եք եղել Դուք ուրիշներից տանեք, ցույց տվեք մի հատ գործարան մինչև հիմա, որ ձեր սեփական նախաձեռնությամբ բացել եք եւ այսօր ունեք աշխատատեղ, ուրիշների աշխատատեղերը հաշվելով ասում են այսքան աշխատատեղ ենք բացել։ Եվ վերջում ես ինչու էի այս մասին խոսում, սոցիալական այս խնդիրների մասին խոսում, ուզում եմ անդրադառնալ այն իմ մի ակցիայի, որ ես սևարկղ էի դրել նախընտրական շրջանը դեռ չէր սկսվել, սևարկղ էի դրել կառավարության շենքի մոտ եւ ասում էի Փաշինյան բացի բյուջեի սևարկղը եւ ցույց տուր, որտեղից է տալիս անվճար ապահովագրության գումարները եւ 10,000 դրամ թոշակները։ Ես գիտեի, որ այդ գումարը չկա։ Հիմա այդ օպերացիան ավարտվեց։ Արդեն քանի տասնյակներով ինձ գրել են, որ իրենք դիմել են բժշկական անվճար ապահովության համար, ասել են այսօր մի ամիս հետո, 20 օր հետո գնացել է, ասել են 25% համավճար, հիմա արդեն այդ համավճարը դարձել է 50%, այդ քարոզակործանիչ օպերացիան ավարտվեց եւ ես հիմա ուզում եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ կաշառատուն էր 26 թվականի ընտրություններում, թե թոշակի տեսքով, թե անվճար ապահովագրության տեսքով, ամենամեծ կաշառատուն էր։ Սա մի կառավարություն է,
որը անգամ անուն են դրել, տեսեք 30 քանի միլիոն շահել է մի ճամբար, որ պետք է նպաստառուների ընտանիքների եւ հերոսների ընտանիքների երեխաներին ուշադիր լսեք, խնդրում եմ, տանի այդ ճամբար։ Ինչ է պարզվել։ Ճամբարում մի քանի օր հետո երեխան լացելով զանգել է մորը, ասել է ես սոված եմ, արի ինձ այստեղից տար։ Ես կադրերն էի նայում այդ ճամբարի, այն մահվան նախարար Արսեն Թորոսյան, առողջապահության նախարար, այսքան բացում հրճվում եք։ Դուք չեք կարողամ ձեր վերաբերմունքը մենք տեսել ենք պատվալում լցված տղաների մարմիններով, մենք տեսել ենք մեր ծերերին խոշտանգելով, մենք տեսել ենք ձեր պահած ծերերը այսօր խոշտանգում են։ Հիմա դուք անուն եք դրել, որ 250 երեխայի տանում եք ճամբար, կառավարության հովանու տակ, տարել եք ճամբար, այդ երեխեքը նախ կեղտոտ ճամբար էր, սանիտարահիգենիկ ոչ մի պայման չկար, մինչև որ մի երեխա զանգահարել է իր ծնողին ու ասել է սոված եմ, եկեք տարեք ինձ այստեղից։ Ծնողը, որը նպաստառու ընտանիք էր, խոսում էր, շատ արժանապատիվ մայր էր, ասում է, իրեն գիտեն, որ մենք նպաստի հույսն ենք մեր երեխաներին, իսկապես այնքան սոված ենք պահում, որ իրենք կարող են տանել, այդ երեխեքը թեյ անգամ չէին կարողացել խմել։ Այդ աղմուկից հետո որոշել են 250 երեխային, այդտեղ կան նաև մեր հերոսների երեխաներ։ Ես հիմա դիմում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, մի խոշտանգի մեր երեխաներին։ Ես ինչու չեմ դիմում առողջապահության, սոցիալապահովության, որովհետև Նիկոլ Փաշինյան, այս երկրում դու ես ասել, կառավարությունը դու ես։ Այս երկրում դու ես որոշում, հերոսի երեխան սոված մնա, թե կուշտ մնա։ Դու ես որոշում, նպաստառուի երեխան նվաստանա հերոսի երեխայի հետ քո ուղարկած ճամբարում մինչև վերջ, թե ոչ, դու ես որոշում։ Ձեռքներդ հեռու մեր երեխաներից։ Ձեռքներդ հեռու հայ ընտանիքներից, դուք մինչև հիմա փախցնելուց, ռեկետ անելուց, խոշտանգելուց, հող հանձնելուց բացի ոչինչ չեք արել, ձեր թափած ասֆալտը, այստեղ կա, այնտեղ չկա, շատ լավ հասկանում ենք, 8 միլիարդ պարտք բերած երկրի ասֆալտը, անորակ, խոտան ասվալտ է, անորակ խոտան, և որևէ մեկը հանկարծ չմտածի, որ վայ, այստեղից այնտեղ ասֆալտ են թոփել, հեսա տեսեք, նախընտրական տարի է Հրազդան համայնքում, մի շարք համայնքներում, հիմա հրազդանցիներ, այդ ասֆալտը գլխներից չեք տալու, պիտի վերջ տակ այդտեղ այդ բդեշխությանը, մի անգամ ուշքի եկեք ու վերջ տվեք այդտեղ այդ բդեշխությանը, 30 տարի այդտեղ բդեշխություն է, ասֆալտով հանկարծ չխապնվեք։ Այսքանը շնորհակալություն եւ ուզում եմ ասել, որ ես դատապարտում եմ այն ինչ տեղի ունենում այսօր Գագիկ Ծառուկյանի եւ մեր քաղբանտարկյալների նկատմամբ, հետապնդվողների նկատմամբ, որովհետեւ եթե մենք սրա դեմը չառնենք, սրանք վաղը մտնելու են մեր տան անդամներին են գողանալու տանեն։ Քվեի գողը, փողի գողը, արյուծի գողը, վագրի գողը, վագրի այդ չուչելի գողը ամեն ինչի կարող է ընդունակ լինել։ Շնորհակալություն։